Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Հունիսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Եվլախի կենտրոնում գտնվող համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հուշարձան եւ ծաղիկներ է դրել հուշարձանի մոտ։ Եվլախում Իլհամ Ալիևը ծանոթացել է օլիմպիական մարզական համալիրում կատարված աշխատանքներին։ Մասնակցել է ավազի ֆիլտրման տեխնոլոգիա ջրամաքրման կայանի բացմանը։ Նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է նաև Ազերէներժի բաց բաժնետիրական ընկերության 110-35 կՎտ լարման Եվլախ հանգույցի ենթակայանի տարածաշրջանային ուսումնական կրթական եւ լաբորատոր կենտրոնի բացմանը։ Իլհամ Ալիևը ծանոթացել է Բաքու-Ալատ Կազախ-Վրաստանի պետական սահման ավտոմայրուղու Եվլախ քաղաքով անցնող հատվածում կատարված աշխատանքներին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Իրանի միջուկային օբյեկտներին Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների վերաբերյալ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. Խորը մտահոգություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին ուղղված Միացյալ Նահանգների ռազմական գործողություններից հետո իրավիճակի հետագա սրման կապակցությամբ։ Բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից եւ նախապատվություն տալ երկխոսությանն ու դիվանագիտությանը, առկա խնդիրները լուծելու համար, նշվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը մասնակցել եւ ելույթ է ունեցել Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած արտակարգ նիստում։ Նախարար Ջեհուն Բայրամովը նշել է, որ Իսրայելը իրանական դիմակայության հետևանքով Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակի կտրուկ փոփոխությունը մտահոգության տեղիք է տալիս եւ անընդունելի է քաղաքացիական անձանց կյանքին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային կայունությանը սպառնացող իրավիճակը։ Ելույթում կոչ է արվել կանխել հակամարտություններով եւ ճգնաժամերով շրջապատված տարածաշրջանում հերթական երկարատև զինված բախումը, անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները եւ վերականգնել միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին հիմնված դիվանագիտական գործընթացը։ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի եզրափակիչ հռչակագրում Արևմտյան Ադրբեջանի հարցի վերաբերյալ առանձին կետ է ներառվել եւ այս թեմայի վերաբերյալ հատուկ բանաձև է ընդունվել։ Նստաշրջանում ընդունված փաստաթղթերում ԻՀԿԿ-ի անդամ պետությունները խստորեն դատապարտում են արևմտյան ադրբեջանցիների տեղահանությունը, նրանց մշակութային ժառանգության ոչնչացումը եւ նրանց վերադարձի իրավունքի մերժումը, որը իրականացվել է Հայաստանի կողմից։ Միևնույն ժամանակ կազմակերպության անդամ պետությունները անվերապահորեն աջակցություն են հայտնում արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հողեր անվտանգ եւ արժանապատիվ վերադարձին։ Ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի եւ համակարգված կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը խորագրով բանաձևի ընդունմամբ Արևմտյան Ադրբեջանի հարցը ամրագրվել է ԻՀԿ-ի օրակարգում որպես հիմնական հարցերից մեկը։ Կազմակերպության գործադիր կառույցներին հանձնարարվել է կանոնավոր կերպով զբաղվել այս խնդրով։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը ջերմորեն ողջունում է ԻԿԿ-ի նախարարների խորհրդի որոշումները եւ շնորհակալություն է հայտնում կազմակերպության անդամ պետություններին աջակցության համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանին մասնակցելու շրջանակներում հանդիպել է Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Թուհիդ Հուսեյնի հետ։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցել կարծիքների փոխանակում Ադրբեջանի եւ Բանգլադեշի միջև առկա երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների եւ ապագա համագործակցության հեռանկարների շուրջ։ Կողմերը ընդգծել են բարձր մակարդակի շփումների, փոխադարձ այցելությունների եւ միջգերատեսչական համագործակցության, ինչպես նաեւ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի կարեւորությունը հարաբերությունների զարգացման գործում։ Հանդիպմանը քննարկվել են առևտրի, կրթության եւ թվային կառավարման ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերի տերերի համար առանց վիզային ռեժիմը։ Կողմերը ընդգծել են համապատասխան պետական մարմինների միջև կապերի ամրապնդման կարևորությունը։ Ղազախստանը Ադրբեջանին առաջարկում է համատեղ նախագծերի իրականացում դեղագործության եւ զբոսաշրջության ոլորտներում։
Այս հարցը քննարկվել է Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայել Ջապարովի եւ Ղազախստանի դեսպան Ալիմ Բայելի հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ներկայավիճակը եւ հեռանկարները առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտի եւ լոգիստիկայի, էներգետիկա եւ շինարարության ոլորտներում, նշվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի եւ Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը այս տարվա հունվար-ապրիլին աճել է 20%-ով։ Հանդիպմանը նշվել է, որ 2025 թվականին Ղազախստանը առաջին անգամ դարձել է Ադրբեջանի ցորենի հիմնական մատակարարը, ապահովելով Ադրբեջանի հացահատիկի ներմուծման 88%-ը։ Ջապարովը ընդգծել է, որ Ղազախստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի համար։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է փոփոխական անպամած, հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում չափավոր հյուսիս-արևմտյան քամին կփոխարինվի հյուսիս-արևելյան քամով։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 18-20, ցերեկը 25-29 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջանների մեծ մասում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, սակայն որոշ լեռնային եւ նախալեռնային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը եւ առավոտյան որոշ վայրերում կդիտվի թույլ մառախուղ։ Օրվա ընթացքում որոշ վայրերում ժամանակ առ ժամանակ կուժեղանա արևմտյան քամին։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 17-22, ցերեկը 25-30, լեռներում գիշերը 5-10, ցերեկը 12-17 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդում սպասվում է 15-24, Աղդամում, Ֆիզուլիում 14-29, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 18-31, Լաչինում 13-24, Քելբաջարում 6-19 աստիճան տաքություն։ 102.7 FM Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Զանգեզուրում կրկին սրվել են վեճերը Զանգեզուրի միջանցքի թեմայի շուրջ։ Խոսքը Հայաստանի Հանրապետության հարավային շրջաններով, այսինքն արևմտյան Զանգեզուրով տրանսպորտային զարկերակի ստեղծման մասին է, որը խորհրդային իշխանության կողմից հայկական ԽՍՀ-ին հանձնելուց հետո կոչվեց Սյունիք։ Իրավիճակը հասկանալու համար հայկական լրատվամիջոցների լրագրողները այցելել են Զանգեզուր եւ զրուցել տեղի բնակիչների հետ։ Մեր կառավարությունը դրան համաձայն չի։ Մեր բնակչությունը դրան համաձայն չի։ Եթե կառավարությունը համաձայն լինի, Մեղրիցին համաձայն չի լինի։ Քաջանցին համաձայն չի լինի, հաստատ է, դա հաստատ եմ ասում։ Ես համաձայն չեմ Միջանցքի հետ։ Ճանապարհը տան խնդրեմ, Միջանցք ոչ միանշանակ։ Մեր քայլերը պետք է այնպիսի այն նպատակին միտված լինի, որ հնարավորինս շուտ իրանց օրակարգից այդ հարցը միանշանակ դուրս գա։ Թող լինի Միջանցիկ ճանապարհ, ոչ թե Միջանցք։ Ոչ, այդ սղալա։ Դել կռիվի 3 տարի մալած պետք։ Ումալած պետք է։ Չէ, бид Միջանցք չբացվի։ Չէ։ Բոլոգոդայմ քցել քսախտում։ Մալուկ։ Չէ, չբացել չէ։ Կրակը մեջ կանգնակ։ Նշեմ, որ Ադրբեջանում պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։ Բաքուն Երևանից պահանջում է կատարել այն պարտավորությունները, որոնց տակ դրված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Մինչդեռ հարյուրավոր հայեր լքում են Զանգեզուրը, Ադրբեջանի պատմական հողերը, որտեղից վտարվել է ադրբեջանական բնակչությունը։ Արտահոսքի պատճառը բնակիչները համարում են զանգվածային գործազրկությունը։ Ինչպես ասում են, ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի։ Եթե ճանապարհը այդ իրանց ուզած ձևով մենք իրանց տանք, հայրս դες գնալու են, թուրքերը ստեղ լցվելու են, ըստ արդեն Սյունիքի հարցը փակվում է։ Որտեղ Սյունիքը փակվում է, ոնց որ Ղարաբաղի ժամանակ ասում են, շուրջեն գործնելուց հետո գործնեն Ղարաբաղը, Ղարաբաղը գործնեն Հայաստանը, ինչ որ ասել է Մոնտեն, բոլորը ճիշտ է։ Դա արդեն կատարվեց, Աստվածյանի հաջորդը լինի Սյունիքը։
թանկացում, մինչև որտեղ պետք է հասնի այսպես, ես չեմ հասկանում։ Ժողովուրդը ի վիճակի չեն ապրելու։ Թոշակ ինչա 50,000 թոշակ եմ ստանում, 60 տարի էլ աշխատել եմ։ Դա փող է, դրանով կարաս ապրես։ Ո՞վ է բարձրացրել։ Բա ուրա։ Բա վերխուշ կան թողում, որ բարձրանա։ Իրանք հազիվ իրանց է հերիքում։ Բա դե ոչ մեկ ով է ուշադրություն դարձնում։ Ով։ Մենք ասենք համայնքապետն է, քաղաքապետն է, որ ասենք ուշադրություն է դարձնում, թե չէ վերևից էլ պետք է իրան պատերժ կանեն, որ ինքն էլ կարողանա վերջը։ Որ չկա, բան չկա, ժողովուրդ անգործեն։ Մի երկու հատ այգի այն էլ բերքի հույսի են ժողովուրդը։ Այս տարի էլ բերքը սկի են չի, չեմ անում։ Դե բերքը լինի, որ կարողանաս ծախես ինչ որ մի հոգսի, մի ցավի, մի դարդի տաս։ Լավ չի վիճակը, չգիտեմ։ Միջանցքը մենք դեմ ենք Միջանցքին։ Մենք չենք ուզում Միջանցք։ Միջանցքին ընդհանրապես դեմ ենք։ Միջանցքի վերջը հարսանիքա դառնալու։ Ինչպես տեսնում ենք, Զանգեզուրում հակաադրբեջանական տրամադրությունները թափ են հավաքում։ Տեղի բնակիչները, ինչպես միշտ, ադրբեջանական հողերը համարում են իրենցը։ Պատմության ընթացքում հայկական կողմը առաջնորդվել է հետևյալ սկզբունքով, որտեղ հայեր են ապրում, դա հայկական հող է։ Հարկ է նշել, որ Զանգեզուրը հնագույն ադրբեջանական տարածք է։ Տարբեր տարիներին հայ ազգայնականները զինված հարձակումներ են իրականացրել այնտեղի մուսուլմանական գյուղերի վրա։ Հազարավոր ադրբեջանցիներ առանձնատուկ դաժանությամբ սպանվել են։ Այսօր Բաքուն հստակ հայտարարում է, ավելի քան 300,000 արևմտյան ադրբեջանցիներ պետք է վերադառնան իրենց նախնիների հողերը։ Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է ապահովել նրանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը հայրենիք եւ այդ նպատակին հասնելու համար երկխոսություն սկսել Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ։ 102.7 FM